Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը հիմա հասել է իր ամենաուժեղ էմոցիոնալ փուլերից մեկին, որտեղ յուրաքանչյուր տեսարան հագեցած է ցավով, սպասումով և ներքին պայթյուններով։ Սյուժեն միաժամանակ շարժվում է մի քանի ուղղություններով, բայց բոլոր ճանապարհները կրկին բերում են նույն կետին՝ Դավիթի հիվանդասենյակ։ Դավիթի վիճակը դարձել է բոլորի կյանքի կենտրոնը, նրա շուրջ ոչ միայն պայքար է գնում բժշկական առումով, այլ նաև հոգեբանական։ Տունը, որը միշտ լի էր ձայներով, վեճով, ծիծաղով, հիմա դատարկ է թվում։ Բոլորը զգում են նրա բացակայությունը, անգամ երբ նա դեռ ողջ է։ Մանանի խոսքերը, որ պատրաստ է ամեն ինչի, միայն թե Դավիթը լավանա, անգամ եթե նա իրեն դուրս անի տնից, ցույց են տալիս նրա կերպարի ամենախորը փոփոխությունը։ Սա արդեն նույն Մանանը չէ, սա մարդ է, ով հասկացել է կյանքի արժեքը, ընտանիքի կարևորությունը և իր սխալների գինը։ Եվ հենց այդ ծանր լռության մեջ տեղի է ունենում մի փոքրիկ, բայց հսկայական նշանակություն ունեցող պահ՝ Դավիթը շարժում է մատը։ Այս տեսարանը լինելու է սերիալի ամենահուզիչ պահերից մեկը։ Դա ոչ միայն բժշկական առաջընթաց է, այլ նաև հույսի վերադարձ, այն հույսը, որը թվում էր արդեն կորել է։ Այս փոքր շարժումը կարող է փոխել բոլորի հոգեվիճակը, Լեոյի մեջ նոր ուժ գալ, Մանյանի մեջ հավատ վերականգնել, պապի մեջ խաղաղություն բերել։ Բայց ինչպես միշտ Գոյամարտում հույսի կողքին անմիջապես հայտնվում է վտանգը։ Գրիշոյի գիծը շարունակում է մնալ ամենալարվածներից մեկը։ Նա Հունանի գլխավորությամբ փորձում է գտնել երգեր խուսափելու արդարադատությունից։ Սա շատ կարևոր պահ է, որովհետև այստեղ արդեն պարզ է դառնում՝ նրանք պատրաստ են գնալ մինչև վերջ, նույնիսկ եթե դա նշանակում է նոր ստեր, նոր ճնշումներ ու նոր հանցանքներ։ Հունանը կրկին ընտրում է նույն ճանապարհը՝ ոչ թե ընդունել սխալը, այլ թաքցնել այն։ Բայց այս անգամ իրավիճակն ավելի բարդ է։ Հրապարակված կադրերը, որտեղ երևում է, որ Գրիշոն գտնվում է ոստիկանությունում, ցույց են տալիս, որ իրավիճակը դուրս է գալիս նրանց վերահսկողությունից։ Սա կարող է նշանակել մի քանի բան. կամ նրան բռնել են, կամ նա ստիպված է եղել ներկայանալ, կամ էլ ինչ-որ մեկը սկսել է խոսել։ Այստեղ շատ մեծ հարց է առաջանում՝ արդյոք պապն իրոք դիմել է ոստիկանություն։ Եթե այո, ապա սա կլինի ամենակարևոր շրջադարձերից մեկը։ Մենք տեսանք, որ պապը գնաց ոստիկանություն, բայց դրանից հետո սայլը տեղից չշարժվեց ու որևէ մեկը չէր փնտրում Գրիշոյին։ Բայց հավանաբար ինչ-որ բան այն չէ։ Արդարությունը կարծեք թե դրվում է ընտանիքից վեր, բայց նաև այդ ամենը կարող է կոտրել շատ կապեր։ Լեոյի արձագանքն այս ամենին նույնպես շատ կարևոր է լինելու։ Նա արդեն լցված է զայրույթով, և եթե տեսնի, որ Գրիշոն փորձում է խուսափել պատժից, դա կարող է նրան մղել ավելի կտրուկ քայլերի։ Մանյանը կրկին ուշադրության կենտրոնում է։ Նա գիտի շատ բան, տեսել է շատ բան, եթե նա որոշի խոսել, դա կարող է վերջնականապես փոխել իրավիճակը, բայց դրա համար նա պետք է հաղթահարի իր վախը, և այս ամենի մեջ ամենամեծ ինտրիգը մնում է Ավոյի գիծը։ Շատ ակնհայտ է, որ նա ինչ-որ բան է պատրաստում։ Նա այն կերպարներից է, ով երբեք չի գործում պատահական։ Եթե նա հիմա լուռ է, դա չի նշանակում, որ նա դուրս է գալիս խաղից, ընդհակառակը, դա նշանակում է, որ նա մտածում է, հաշվարկում, սպասում ճիշտ պահին։ Ավոյի անակնկալը կարող է լինել ամեն ինչ՝ գումարի հարցի լուծում, ճշմարտության բացահայտում կամ նույնիսկ հարված մակունցների ընտանիքին։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա քայլերը միշտ երկակի իմաստ ունեն։ Նա կարող է միաժամանակ և օգնել, և վնասել, և պաշտպանել, և հարձակվել։ Այս ամենը սերիալը դարձնում է ավելի ու ավելի անկանխատեսելի։ Մի կողմից հույս Դավիթի ապաքինման, մյուս կողմից վտանգ նոր բախումների։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված ու որոշիչ։ Կշարունակի արդյոք Դավիթը վերականգնվել, կպատժվի Գրիշոն, կկարողանա Հունանը փրկել նրան, արդյոք կխոսի Մանյանը, և ամենակարևորը, ինչ անակնկալ է պատրաստում Ավոն։ Մի բան արդեն հաստատ է՝ Գոյամարտը մտնում է իր գագաթնակետային փուլը, որտեղ յուրաքանչյուր տեսարան կարող է դառնալ շրջադարձային և յուրաքանչյուր որոշում վերջնական։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների հեռուստասերիալում։ Մոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալից որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Եվ նշենք, որ հեռուստասերիալում ամենալարված, ամենահետաքրքիր իրադարձությունները
ցանկացությունները դեռ առջևում են, այնպես որ սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Հեռուստադիտողներից մեծ մասի կարծիքով Avon մեծ անակնկալ է պատրաստել մակունցների ընտանիքի համար։ Նշենք, որ այսօր հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Գրիշոն ոստիկանությունում է, հավանաբար, կամ նաև որոշել հանձնվել, ինչը ավելի քիչ հավանական է, որովհետև մակունցները երբեք նման քայլի չեն գնա։ Առաջին մակունցը տարիներ առաջ սպանեց Լեոյի հորը և դրա համար պատասխանատվություն չկրեց, իսկ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ։ Եվ ահա նրա որդին Գրիշոն այսօր կանգնած է հոր ճանապարհով անցնելու փուլով։ Ինչպես կստացվի, արդյոք Գրիշոն վերջապես պատասխան կտա իր բոլոր արածների համար, թե կխուսափի ինչպես հայրը, ցույց կտա ժամանակը։ Միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։